Երբ դի ամեն ինչ տեղափոխվի, բայց շնորհակալ եմ նախ այս հանդիպումը նախաձեռնելու համար, պարոն Զուրաբյան, որովհետև շատ ճիշտ նշեցիք, որ հանրությունը ասելիք ունի այսօրվա Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, եւ այդ ասելիքը պետք է շատ բարձր հնչի, որովհետև վաղը, երբ որ մենք մեր դասագրքերում, պատմության էջերում կարդանք ինչ է կատարվել եւ մեր լռությունն էլ դրան զուգակցի, սա խայտարակությանը եւս մի խայտարակություն կավելացնի։ Մենք գոնե մեզ համար եւ մեր հանրությունը պիտի իմանա, որ այս օրակարգի շուրջ կա ոչ միայն հակադիր հայացքների, քաղաքական հայացքների տեր մարդկանց համախոհություն, այլ ընդհանրապես այս անթույլատրելի վիճակը պիտի դառնա բոլորի համար ահազանգ եւ այսպես ղողանջի պես մի ձայն։ Ես երբեմն մտածում եմ, որ այո, եկեղեցին էլ իր հերթին պիտի հնչեցնի եկեղեցու ղողանջները, զանգը, ձայնը առայն, որ վտանգ է առկախված մեր եկեղեցու, մեր ինքնության գլխին, հանձինս Նիկոլ Փաշինյանի եւ իր բարած քաղաքականության իր անելիքի։ Իսկ այն, որ նա չի թաքցնում, թե ինչ է պատրաստվում անել, դա այսպես բոլորիս համար ակնհայտ է եւ գուշակություններ անգամ տեղ չի թողնում, իսկ կանի չի անի։ Եվ եթե մեկին թվում է, թե նա հետ կկանգնի այս քայլերից, որը պատրաստում է նախաձեռնում է, սխալվում է։ Ուրեմն չեմ պատկերացնում, թե ինչի հետ գործում են։ Եվ նա ինչ է անում այսօր, գտնում է ինչ-որ օղակներ, իսկ ամենտեղ կան, չգիտեմ, թույլ օղակներ կամ մարդիկ, ով ինչ-ինչ պատճառներով այլ կարծիք են ունեցել եւ դրանց միջոցով փորձում է պայթեցնել մեր ինքնության կարևոր մասը։ Ես ամենևին ինձ ամենաեկեղեցական մարդը չեմ համարում եւ հարգում եմ բոլորի հայացքներն ու ամեն հավատք, բայց մեզ համար պետք է եկեղեցին նկատվի ոչ թե մի բան, որին կողմ ես կամ դեմ ես, այլ հայկականության ինքնության մաս։ Եվ դա է պատճառը, որ մենք ուղղակի պարտավոր ենք գործողություններ անել, դա ցույց տալու նախ եւ առաջ, դրա մասին հռչակելու, հետո դա պաշտպանելու։ Այլապես ստացվում է, որ լռությունը համաձայնության նշան է եւ այսօրվա իշխանությունը յուրաքանչյուր լռություն մեկնաբանում է հենց այդպես։ Դե մեկ գողչեք հեղափոխություն արեք, չգիտեմ, դուրս եկեք փողոց։ Նրանք ամենևին թույլ չեն տա մտածել, որ դու կարող է ինչ-որ բան դեմ ես, կողմ չես, բայց չես մարտնչել իրենց նման որպես մի մարտնչող տգետների խմբակ։ Եվ հետևաբար ես կարծում եմ ու ամենևին ես միամիտ չեմ մտածել, որ դատախազություն ընթացք է տալու կամ որ այս իշխանության օրոք որևէ բան է կատարվելու, դա ամենևին այդ մասին չէ, բայց մեր գործն է սա անել, այդ փաստաթուղթը ներկայացնել, համոզված լինելով, որ այդ իշխանափոխությունը վաղ թե ուշ տեղի է ունենալու, ինչ միջոցով այլ հարթակի այլ հարց է քննարկելու, բայց այս փաստաթուղթը պիտի լինի փաստագրված, այնտեղ գտնվելու, որ այլ պարագայում ընթացք տրվի պատշաճ եւ բոլոր մեղավորները, ով այս ամենի մասնակից են, ընդունել են, լռել են, ասել են դե մեր աշխատանքն է գործի ենք գնում, այդ բոլոր մարդիկ պետք է այս ամեն ինչի համար պատասխան տան։ Այլապես սա մարսելը դառնալու է հետագայի մեր անվտանգության խաթարող մի բան։ Ու ես գտնում եմ, որ այս փաստաթուղթը հենց դրան պիտի ծառայի, հրապարակվի, հանրայնացվի, փաստարկված, ուղարկվի, որտեղ որ նախատեսված է, բայց իմանանք, որ մեր անելիքն է սա դարձնել գործողություն եւ հետագայում այդ մարդկանց, ովքեր մասնակից են եղել այս խայտարակությանը, նաեւ սրա համար պիտի հայտնվեն ճաղերի ետևում, խաթարելով մեր ժողովրդի անվտանգությունը, սահմանադրական կարգը տապալելով մեր երկրում եւ պիտի իմանան, որ որևէ մեկը չի ներվելու եւ որևէ նմանատիպ հանցագործություն չի մոռացվելու եւ իրենք պատիժ են կրելու։ Շնորհակալ եմ եւ հուսով եմ, որ այո միասին համատեղ եկեղեցու դեմ ուղղված այս արշավի դեմը պատնեշ կդնենք մի քարով եւս, որը կլինի այս փաստաթուղթը։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ ձեր արտահայտված կարծիքի համար։ Մանեջան, որոնք ուզեի զարգացնել, որ իսկապես